Առավոտյան 4 ժամ, երեկոյան մոտ 2 ժամ տևած Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ ռաունդը ավելի լուրջ եւ ինտենսիվ է եղել պաշտոնական Թեհրանի գնահատմամբ։ Կարող եմ ասել, որ սա մեր բանակցությունների ամենալուրջ եւ երկարատև փուլերից մեկն էր։ Այս երկար եւ ինտենսիվ ժամերի ընթացքում մենք լավ առաջընթաց գրանցեցինք եւ լրջորեն ուսումնասիրեցինք հնարավոր համաձայնագրի հիմնական տարրերը, թե միջուկային ոլորտում, թե պատժամիջոցների վերաբերյալ։ Ըստ Axios-ի ամերիկյան կողմն էլ է դրական գնահատել բանակցությունները, չնայած օրվա առաջին կեսի բանակցությունների ընթացքում հիասթափված է եղել Թեհրանի մոտեցումներից։ Փորձագետները կանխորոշել էին, որ եթե այս ռաունդը անարդյունք լինի, Իրանի վրա ժամանակ էլ չի ծախսի նահանգները։ Կսկսի ռազմական օպերացիա։ Իրանագետները նկատում են, որ երկու կողմերի հայտարարություններից բանակցային իրավիճակի մասին իրական պատկերը անհնար է հասկանալ։ Անանուն պաշտոնյաների հղումանելով The Wall Street Journal-ը դեռ բանակցությունների ընթացքում գրել էր, որ Վաշինգտոնը հստակ պահանջելու է Թեհրանից ապամոնտաժել իր 3 միջուկային օբյեկտները՝ Նաթանզում, Ֆորդոյում եւ Սպահանում եւ հանձնել հարստացված ուրանը։ Անփոփոխ են Իրանի կարմիր գծերը։ Թեհրանը վերահաստատել է իրենց իրավունքն է միջուկային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով։ Իրանի համար անընդունելի է նաեւ Միացյալ Նահանգների մյուս պահանջը՝ բալիստիկ հրթիռների արտադրության վերաբերյալ։ Իրանական պատվիրակության ղեկավարն էլ իրենց պահանջներն է ներկայացրել ամերիկյան կողմին։ Պատժամիջոցների մեղմացման մասով մենք հստակորեն նշել ենք մեր պահանջները։ Անվտանգության խորհրդում քննարկումն այդ մասին, անհամաձայնությունները եւ այլն, ինչ պետք է փոխվի, մենք հստակորեն նշել ենք։ Պայմանավորվել ենք, որ հաջորդ նիստում ավելի մանրամասն կանադառնանք այս կետերին։ Միջնորդ օմանական կողմի արտգործնախարար Բադր Ալ-Բուսայիդը բանակցությունների ավարտից հետո գրել է, թե օրն ավարտում են բանակցություններում զգալի առաջընթացով։ Տեղեկություն կա, թե մի պահ անուղղակի բանակցությունները վերածվել են ուղղակիի։ Մի սենյակում են շփվել իրանցիներն ու ամերիկացիները, Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։ Պայմանավորվել են, որ երկուշաբթի տեխնիկական խմբերը Վիեննայում հանդիպելու են ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչների հետ, տեխնիկական որոշ հարցեր քննարկելու համար։ Թեհրան-Վաշինգտոն միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ ռաունդը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Գայանե Մովսիսյան, Հայլուր։